Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մեր այսօրվա ասուլիսը, մեր հյուրն է Արա Աբրամյանը, մեր ասուլիսը սկսենք միջադեպից, որը եղել է 3 ամիսօր, պարոն Աբրամյան, Արա Աշավիրուչ, խնդրեմ ասել, ինչ պատահեց, որ գալիս եք հայրենիք։ Բարև ձեզ, շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք, մասնակցում եք, անցնեմ հարցին, դե ինչ պատահեց, գիտեք, մինչև այս հարցեր, անցյալ անգամ էլ որ մենք եկանք, Անդրանիկ Միգրանյանի հետ ենք, չգիտեմ դուք երևի մասին գրեցիք, ասեցիք, համարյա նույն պատմություններ, Անդրանիկ Միգրանյանին թույլ չտվեցին մտներ ներս։ Հիմա ես այստեղ անցկացնում եմ միջոցառում, իմ ընկերները, կոլեգաները Ամերիկայից եկել էին, բավականին մի 12 ընկերություններից մարկար, մենք քննարկելու ենք մեր բիզնես խնդիրները։ Իհարկե, առանց պատճառի 2.5 ժամ մենք մնացինք օդանավակայանում։ Պատճառը շատ պարզ է, ինձ թվում է, իմ կարծիքով ես ասեմ, պատճառը նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինքը երևի մի խնձոր չի նվերել որից է մեկին, կամ չի տվել։ Այսինքն ես չգիտեմ էլ այդպիսի մի բան արել է, բայց Աբրամյան Արան ինչ է արել։ Աբրամյան Արան փախստականներին մոտ 200 կվարտիր է նվիրել 2-3 սենյականոց։ Հայաստանում, այո, Հայաստանում։ Այս գիրքը կա, տեսեք, սա 20-ամյակի գիրքն է Ռուսաստանի հայերի միության արած գործերը։ Նախ ասեմ, Ռուսաստանների հայերի միությունը ֆինանսավորում եմ միայն ես, ուղիղ 100%։ Մենք երբևիցե փող չենք հավաքել, երբևիցե մեկն էլ որից է $1 կամ 1 ռուբլի փող չի ներդրել։ Որ այստեղ կարդակ շատ երկար, շատ կան, բայց հիմնական բաներն ասեմ, որ մենք մասնակցել ենք մարդկանց փախստականների հարցով, մենք մարդկանց վերականգնել ենք, վերանորոգել ենք քուրերի միավորման հիմնական գրասենյակը, քուրերի միավորման կուլտուրայի պալատը, մասնակցել ենք տոտալնի, մոտ 25,000 կամպյուտերներ, ամբողջ Հայաստանով մենք դպրոցներ, բանակ, Ղարաբաղ, այո, մենք դասարաններ ենք բացել, մենք մասնակցել ենք Ղարաբաղում դպրոցի կառուցմանը, 600 տեղանոց, միայն դպրոց չէ, սպորտ կոմպլեքսով եւ այլն, տեսեք, ասում են Ղարաբաղ, չէ, այդ մասին խոսանք մենք Ղարաբաղին, բայց գործան ենք կառուցել, որպեսզի այնտեղ աշխատեն այդ գործանը եկամուտները տրվի, ասենք այդ ուսուցիչներին եւ այլն դպրոցի վերանորոգմանը եւ այլն։ 6 ստեղծագործական միությունների հետ, պլյուս ազգային ակադեմիային, ամեն տարի մենք մրցույթներ ենք անցկացրել, որպեսզի մեր, ասպես, էլիտան կարողանա որ չի հաստավի, իրանց տեղը գտնեն։ Երիտասարդների հատուկ մրցույթ ազգային ակադեմիայում ֆոնդեր ենք բացել, ես անձամբ $100,000 ներդրում եմ արել գրողների միությունում այնտեղ, բայց դա է, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի ասենք այստեղ այս ստեղծագործական միություններում որ իրանք մի քիչ լավ զգան։ Ես զարմանալի մի բան ասեմ, մենք շտամ 2 տարի առաջ երևի եղա գրողների միությունում, ես այդպիսի բան չէի տեսել։ Ես ցեկայի գարաժի հետ այնտեղ էինք մնում, այն ժամանակ դպրոց էի գնում Աբովյանի 2-րդ դպրոց, գրողների միության կողքով էի անցնում։ Շատ վաղ 11 ամյակին կողմից անցնեմ, էլի, դա մեծ պատիվ էր։ Տեսեք այսօր ինչ վիճակի մեջ է, ինչեր են ասում։ Այսինքն,
բայց մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլորս